Մարտի 8-ի ջերմությունն ամենուր է, ծաղիկների բույրով, կանանց ու աղջիկների հմայքով է լցվել տարվա ամենագեղեցիկ տոնը։ Գագիկ Ծառուկյանն ամեն տարի հատուկ ուշադրության է արժանացնում նաև տարբեր ոլորտներում առաջատար դիրք զբաղեցնող կանանց։ Այս անգամ Հայաստանի ու Արցախի հերոսուհիներն են, որոնք գործել ու գործում են ի նպաստ հայրենիքի։ Այս տարի առաջին անգամ մարտի 8-ն արտասովոր պայմաններում է անցկացնում ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանեթ Հանդիլյանը։ Մարտի 1-ից նա հացադուլի մեջ է, ի պաշտպանություն Բաքվում ապօրինի պահվող Ռուբեն Վարդանյանի ու մեր մյուս հայրենակիցների։ Երիտասարդները փոխանցում են խորհրդանշական նվերը, ուժ ու համբերություն են մաղթում պայքարող գործչին։ Շատ շնորհակալ եմ։ Նաև Գագիկ Ծառուկյանին իմ կողմից խնդրեք, որ ինքը նույնպես իր բոլոր միջոցներով պայքարի հայ գերիների վերադարձի համար։ Ես գիտեմ, որ նա նույնպես փորձեր է անում, եկեք համարենք, որ որևէ մեկս բավարար փորձեր չեն կարել, եկեք ավելի շատ ջանք դնենք, որովհետև այլ հույս, քան հայ ժողովուրդն է, չկա, եւ հայ ժողովրդով պիտի փորձենք բան փոխել։ Եվ նաև պարոն Ծառուկյանի, գիտեմ, կարողությունները, հնարավորությունները, կապերը ուզում եմ, որ նաև վստահ եմ փորձեր արվում է, բայց նորից արձանագրենք, որ որևէ մեկս բավարար չեն կարել եւ շատ հույս ունեմ, որ մեր համատեղ ջանքերը արդյունք կտան եւ մեր գերիները կվերադառնան հայրենիք։ Շնորհակալ եմ, որ եկել եք։ Մեծ հայրենականի անմար անուններից դիմադրության շարժման առաջնորդ Միսակ ու Մելինե Մանուշյանների զարմուհին է հայրենիքում։ Նա ամբողջ կյանքում տարբեր նախաձեռնություններով է հանդես եկել, որպեսզի այս հերոսական զույգի անունը վառ մնա, իսկ Ֆրանսիայում գիտեն ինչպես մեծարել հերոսներին, ինչպես վերաբերվել կանանց ու ինչպես սիրել, բայց այն, ինչ Կատյան ստանում է հայրենիքում, ամենաթանկն է։ Մենք ուզում ենք հանձնել ձեզ այս գեղեցիկ ծաղկեփունջն ու նվերը պարոն Գագիկ Ծառուկյանի անունից, մաղթելով ամենալավն ու բարին։ Շատ շնորհակալ եմ։ Շնորհակալ, շնորհավոր ձեր միամսյակը, առողջ եղեք, մի շփտացեք։ Մերսի շատ։ Երիտասարդների հաջորդ կանգառը փետրվարի 24-ին Գագիկ Ծառուկյանի ջանքերով հայրենիք վերադարձած Բելա Բաբախանյանի բնակարանն է։ Հայտնի բլոգերը ազատ ու համարձակ խոսքի հայրենասիրական տեսանյութեր հրապարակելու համար դժվարին իրավիճակում էր հայտնվել։ 27 տարի Բելարուսում բնակվելուց հետո կանանց տոնը հայրենիքում է նշում։ Ամենամեծ նվերը ինձ համար մարտի 8-ի արդիվ եղել այն ազատումը, որի համար շատ շնորհակալ եմ, ու այսօր շատ երջանիկ եմ, որ ի շնորհիվ իրան ես իմ հայրենիքում եմ գտնվում։ Գառնան գեղեցիկ տոնին նաև մեր մարզուհիներն են ուշադրության կենտրոնում։ Աշխարհի ու Եվրոպայի նախկին չեմպիոն Նազիկ Ավդալյանը մարտի 8-ի առաջին նվերը Գագիկ Ծառուկյանից է ստանում։ Անակնկալը ստացված է։ Զգացված եմ շատ եւ անչափ շնորհակալ եմ ձեզ։ Շնորհակալ եմ շատ սիրելի Գագիկ Ծառուկյանին, միշտ այսպիսի հաճելի անակնկալներով, միշտ ուշադրության կենտրոնում պահելով, դա շատ գեղեցիկ է, շատ հաճելի է։ Գեղեցիկ ծաղիկներ ու խորհրդանշական նվեր ունի նաև ծանրամարտի Եվրոպայի նախկին չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը։ Շնորհավորում ենք ձեր միամսյակը, մաղթում ենք առողջություն, երջանկություն, խաղաղություն։ Շնորհակալ եմ, շատ հաճելի անակնկալ է։ Կցանկանամ այս գեղեցիկ օրվա արդիվ, ես նույնպես շնորհավոր եմ մեր մայրերին, միշտ լինեն առողջ, պարոն Ծառուկյանը մեր կողքին միշտ լինի։ Մեծարանքի խոսքերի ու ուշադրության կարիք կինն ամեն օր ունի, ասում է անակնկալից շոյված հաջողակ կին գործարար Նարինե Չարչյանը։ Շատ շնորհակալ եմ պարոն Ծառուկյանին ուշադրության համար եւ իհարկե Տիկին Ռոզա Ծառուկյանին, քանի որ ինձ համար նա կնոջ էտալոնա, գործարար կնոջ։ Ուզում եմ անպայման ջերմ խոսքերը փոխանցեք եւ իմ փոքրիկ նվերը։ Հայ մայրերի ջանքերով ստեղծված Բարի մամա կազմակերպության հիմնական նպատակն է աջակցել մանկատներում հայտնված հաշմանդամություն ունեցող երեխաներին ու դժվար պայմաններում ապրող կանանց։ Մարինայի ցանկությունն է, որ ոչ մի կին երբեք չտառապի։ Մարտի 8-ը առհասարակ իմ ամենասիրված տոներից մեկն է, բայց ես համարում եմ, որ կանայք չպիտի ունենան հատուկ օր սիրված ու գնահատված լինելու համար, կարծում եմ, որ կանանց տոնը պիտի լինի ամեն օր։ Արթուր Հակոբյան, Էպիկենտրոն։